Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ասած մի նաև անդրադարձ անեմ, ինչու են գնում այսպիսի հակաիրավական քայլերի։ Իմանալով, որ վերջի վերջո միեդում պարտվելու են, որովհետև արդեն կան եվրոպական դատարանում նախադեպային որոշումներ։ Տեսեք, մենք գտնվում ենք եվրոդաշտում, այսպես ասած, եվրոպական երկրների դաշտում։ Հետևապես պարտականություններ ունենք նաև այդ դաշտում։ Ոչ կաթոլիկ եկեղեցի, ոչ ուղղափառ եկեղեցիները, որտեղ ևս կան բազմաթիվ դժգոհ հոգևորականներ, նախկին հոգևորականներ, եկեղեցում աշխատած աշխարհականներ, երբեք թույլ չեն տա նախադեպ, որ պետությունը իդեմս իշխանությունների կարող է միջամտել եկեղեցու կառավարման ներքին կյանքին։ Եվ սա պարտված գործ է միեդում, բայց ինչու են անում, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով այս ընթացքում ժամանակ են շահում։ Իդեպ ես կարծում եմ, որ դատավորներ նման քայլի չէր գնա, ինձ թվում է որոշակի հնարավորություն պարզապես փորձեցին ապահովել Մասյացոտնի թեմում, որպեսզի հնարավորինս շատ քահանա, կոպիտ ասած, փախցնեն այս միջանկյալ որոշմամբ, ինչը չհաջողվեց։ Խոչընդոտում են ինչ իմաստով, չեն թողնում, որ ես հասնեմ ֆիզիկապես երիտասարդների հետ խոսեմ, այդ իմաստով չէ, ինձ կանչում են քննչական, հարկադիրը գալիս սպառնում է քրեական ուրեմն պատասխանատվության ենթարկելու, այդ իմաստով են խոչընդոտում, այսինքն առավոտյան արթնանում ես, որ դու անցնես քո հոգևոր ծառայությանը, սկսվում է, այսպես ասած, խոչընդոտների շարանը և ծուխերում և ընդհանրապես մեր նկատմամբ։ Առաջին հարցը պարզ է, ես անդրադարձ ունեցել եմ ճիշտ ասած իմ Facebook-յան էջում, իդեպ անձնական էջում, իդեպ նշեմ նաև, որ մյուս էջը հետաքրքրվողների համար հարկադիր է կլինի, քննչականը կլինի, ես չեմ բացել, ես չեմ վարում, այդպիսի բազմաթիվ էջեր կան թեմում երիտասարդների կողմից բացված, որոնք իրենք են վարում, իրենք են գալիս լուսաբանում, իրենք են նպաստում, որ ուրեմն Ամեն Հայոց Հայրապետի տնօրինությամբ նշանակված թեմի առաջնորդական տեղապահի քարոզները, ելույթները տարածվեն, դա ես չեմ անում։ Լավ, այս միջանկյալ։ Ինչ որ, այո, ինչ վերաբերում է Ստեփանակերտի այդ շքեղաշուք եկեղեցու տաճարի ավերմանը, ես անդրադարձ արդեն ունեցել եմ, դա Հայաստան պետության պարտականությունների մեջ է մտնում, ուրեմն որևիցե միտեղ, եթե կա պատմամշակութային հուշարձան, կամ հիմա իրենք դարձյալ մանիպուլացնում են, ասում են, այդ տաճարը պատմամշակութային հուշարձան չէր, դա մեր հարստությունն է, այդտեղ ի վերջո նյութական մեծ ներդրում է արված, չէ՞, հետո երբ որ մենք սրբագործում ենք, դա արդեն դառնում է պատմություն, եւ մեզ համար դա պատմամշակութային նաև հուշարձան է, բայց նաև աղոթատուն է, սրբավայր է, լավ, եթե նույնիսկ գրած չի պատմամշակույթ, սրբավայր է,
եւ պետության սահմանադրորեն պարտականությունն է նպաստել նմանատիպ վայրագությունները կանխելու։ Հիմա օրինակ ես ես հարց տամ, եթե Ռուսաստանի Դաշնությունում վերջերս կառուցված մի եկեղեցի քանդեն, ինչ կլինի արձագանքը, ինչ կլինի։